Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 25 սեպտեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը լրագրողական շրջայց է կազմակերպել Գեղարքունիքի մարզում։ Այցի առանցքում Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությանն առնչվող հարցերն են եղել։ Լրագրողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու մարզի ժողովրդագրական իրավիճակին, մարդկանց կյանքին եւ պատրաստելու նյութեր իրենց լրատվամիջոցների համար։ Մայրաքաղաքային եւ մարզային լրատվամիջոցներ ներկայացնող 10 լրագրողներ երկօրյա շրջայցով Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Գավառ համայնքներում են։ Լրագրողական շրջայցն իրականանում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։ Շփվել ենք բնակիչների հետ, տեղական կառավարման, ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք ինչ խնդիրներ իրենք ունեն։ Այս տարվա թեմատիկան ընտրվել է ժողովրդագրական հիմնահարցերը։ Յուրաքանչյուր տարի տարբեր թեմատիկա ենք ունենում։ Մի բնակավայրից մյուսը կան բազմաթիվ նման եւ շատ տարբեր խնդիրներ ու կարիքներ հասցրել են արձանագրել լրագրողները։ Համայնքների բնակիչների հետ զրույցներից ստացած տեղեկություններն են քննարկում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ Կազմակերպվում է մամուլի ասուլիս, լրագրողներին հնարավորություն տալով մարզպետին հղել իրենց հուզող հարցերը։ Դրանցից բնականաբար սոցիալ-տնտեսականն է, միգրացիան է եւ նաեւ առողջապահական խնդիրներն են, օրինակ անառողջ վարվելակերպերը, տարեցների հարցերը, երիտասարդների եւ հենց այս թեմատիկայով մենք հավաքել ենք մեր սիրելի լրագրողներից խումբ, որը որ այս երկու օրերի ընթացքում իրականացնում է իրենց, կարելի ասել, հետաքննությունը կամ ուսումնասիրությունը տեղում եւ դրա արդյունքում ծնվելու են նյութեր, որոնք հրապարակվելու են բոլորի համար։ Տարբեր մարզեր լրագրողական ամենամյա շրջայցերի այս տարվա խորագիրը պայմանավորված է անցյալ տարի Հայաստանում ժողովրդագրական ռազմավարության ընդունմամբ, որի մշակման փուլում մարզերում առավել խոշոր խնդիրներ վերհանելու ուղղությամբ ուսումնասիրություններ է կատարել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի մանկապարտեզն արդեն գործելու է եւ կրթություն ու դաստիարակություն է ապահովելու թաղամասի 5 տասնյակ փոքրիկների համար։ Մանկապարտեզը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով։ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզն արդեն պատրաստ է ընդունելու փոքրիկներին։ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ, Սարգիս եւ Հայկուհի Մարանջյանների հովանավորությամբ։ Կրթական հաստատության կառուցումն արժեցել է 172 միլիոն դրամ։ Մենք մեծ սիրով այս հով երրորդ մանկապարտեզի կառուցումը ստանձնեցինք եւ վստահ եմ, որ այն եւ բազում մանուկներ ու սերունդներ կկրթի։ Բանավանի այս նորաբաց մանկապարտեզը լայն հնարավորություն է տալիս ոչ միայն երիտասարդ ընտանիքների աշխատող ծնողների, այլև կապահովել մեր սիրելի փոքրիկներին ձեռք բերել համակարգված կրթություն եւ դաստիարակություն։ Բանավանի մանկապարտեզի կառուցումը մեկն է այն ծրագրերից, որ հիմնադրամն իրականացնում է Գեղարքունիքի մարզում։ Մարզի Սոտք եւ Գագարին բնակավայրերում մանկապարտեզ, իսկ Դպրապակ բնակավայրում առողջության առաջնային կենտրոն է կառուցվելու։ Ոչ հաստատության կառուցումն ամբողջությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով է, իսկ մանկապարտեզաշինությունն իրականացվելու է կառավարության համաֆինանսավորմամբ։ Անկախ նրանից երեխան կապրի սահմանամերձ բնակավայրում թե քաղաքային համայնքում պետք է ստանա որակյալ կրթություն եւ այդ քաղաքականության հետևից գնալով մենք այս ծրագրերը իրականացնում ենք, որպեսզի մեր երեխաները կարողանան որակյալ եւ ժամանակակից պայմաններում կրթություն ստանան։ Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ոչ միայն երեխաների կրթության, այլ նաև նրանց առողջության եւ անվտանգության ապահովման համար։ Այս չափորոշիչներով են առաջնորդվելու նաև մյուս նախադպրոցական կրթական հաստատությունների կառուցման գործում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Պետության եւ համայնքի համատեղ ֆինանսավորմամբ մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցում խաղահրապարակներ են կառուցվում։ Դրանք ապահովելու են մեծահասակների եւ երեխաների ազատ ժամանցը։ Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի նախկին խաղահրապարակների տարածքներում նորերն են կառուցվում։
Դրանք ծառայելու են որպես ֆուտբոլ, բասկետբոլի, սիրողական սպորտաձևերի եւ մեծահասակների ու երեխաների ժամանցի կազմակերպման համար նախատեսված տարածքներ։ Խաղահրապարակների կառուցումն իրականացվում է Գավառի մասնակցային բյուջետավորում 2025 գործընթացի շրջանակում։ Ծրագիրը բնակիչների առաջարկությունն է, որը քվեարկությամբ հաղթող է ճանաչվել։ Ինչու այս ծրագրերը ֆինանսավորվեցին, որովհետև բնակիչների կողմից բավական շատ ծրագրեր են ներկայացվել, բայց կոնկրետ այս խաղահրապարակը բավականին շատ ձայն էր հավաքվել եւ հաղթող ճանաչվեց եւ հավանություն արժանացավ ավականո եւ մեր հանձնաժողովի կողմից։ Խաղահրապարակների կառուցմամբ ամենաշատը ոգևորված են հենց բնակիչները, համոզված են հատկապես երեխաները կունենան ազատ ժամանցի անվտանգ կազմակերպման տարածք եւ հնարավորություն։ Այս խաղահրապարակի կառուցումը շատ մեծ բան է տալիս մեր երեխաներին։ Կարևորն է, որ կոմպլեքս է, ամեն բանը կա։ Ես 40-50 տարվա շինարար եմ։ Գերազանց եմ գնահատում կատարված աշխատանքները եւ հույս ունեմ, որ այդպես նույնությամբ լավ վիճակով կհասնեն։ Շատ լավ նախաձեռնություն է։ Գագիկ Սոլյանն էլ, ով երկար տարիներ ապրում է այս տարածքում, անհամբեր սպասում է աշխատանքների ավարտին։ Ամեն օր շինհրապարակում է, տեղյակ է աշխատանքներին բոլոր մանրամասներով։ Շատ լավ բան արվում, շնորհակալ են կազմակերպիչներին։ Ես այս շենքում եմ ապրում, անընդհատ գալիս եմ, համարյա ամբողջ օր նստել եմ։ Խաղահրապարակների շինարարություններն այժմ ակտիվ փուլում են։ Շինարարները վստահեցնում են, որ սահմանված ժամկետներում աշխատանքները կավարտվեն։ Կարևորվում է բնակիչների ներգրավվածությունը համայնքային խնդիրների վերահման եւ այդ խնդիրների լուծման գործընթացում մասնակցային process-ը պահվել է ըստ համապատասխան նորմերի, ինչպես նաեւ հիմա ամեն շաբաթ, ամեն ամիս ներկայացվում է հաշվետվություն, ինչ գործընթացը իրականացվում եւ մեր բնակիչները, ովքեր որ ներկայացրել են այս ծրագրերը, շատ ակտիվ հետևում են գործընթացին, իրենք նույնպես մասնակցում են, փորձում են իրենց ներդրում ունենալ այս շինարարական գործընթացի փուլում։ Խաղահրապարակների կառուցման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն եղանակով։ Ծրագրի արժեքը 90 միլիոն 550 հազար դրամ է, որի 57%-ը հատկացվում է համայնքի, 43-ը պետբյուջեի կողմից։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։